ողջուններ բոլորին, տղա աղջիկ մեծ ու մանուկ ուրախանանք միասին։
աշակերտներն են։ Ժողովրդի միջից ոմանք մանուկների բերեցին Հիսուսի մոտ, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները սասվեցին։ Ուրես բան եղան, հեռուտար։ Մի խանդայք վարսապետիներ ու գնացեք։ Թույլ տվեք այդ մանուկներին, մի արգելեք, որ նրանքից մոտ կան, որովհետև երկնքայությունը այդպիսիներինն է։ Վարդապետ, ինչպես կաղնեք մանուկների պես։ Նա ով խոնարհված կլինի մանուկների պես, նա է մեծը երկնքայության մեջ, և ով որ իմանով մի այդպիսի մանուկ կընդունի, ինձ ընդունած կլինի։ Շմարդ ընտիրոջ պատգամները և ուսարի զատում դրա գործերը։
Հիսուսը սովորեց տուբը, որ մարդիկ պետք է լինեն միմյանց հանդեպ բարի և ներողամիտ։ Իսկ բարի գործերից պտուկներից է միմյանց նկատմասեն արտատեղ աղաչունը համեստություն։ Խրատները լսելը, միմյանց օգնելը ու դիմացինի նկատմամբ ուշադիր լինելը։ Yes, I'm not there.
տեսակի ծաղիկներ և այդ ծաղիկները քսում են իրենց աչքերին։ Կամ տանում է եկեղեցի, օգնում, բերում է տուն, դնում են ջրմեջ և ծաղկազարդի առավոտյան լվացում են ենջաջրով, որպես առողջություն զարթնող բնության հետ։
համար։ Ես աղոթեմ, որ խաղաղություն միշտ լինի։ Ես աղոթեմ այդ եկեղեցու համար։ Ես աղոթեմ իմ ծնողների համար։ Ես աղոթեմ մեր հայրենիքի Հայաստանը միշտ շեն լինի։ Գարունը թայերեն է գալիս, ձորները թայերեն է լալիս, հայերեն է հորդում ջրերը, հավքերը երգում են թայերեն։ Արևը թայերեն է ծագում, ծառերը թայերեն է ծաղկում։ Թող Աստված եղած բար, և հետո ինչ է պատահի, գարունը թայերեն է գալու, հայերեն են գալու թայերը։ Եվ նաև այսօրը մանուկների օրենցիալ օրն է։ Երեխաներ շնորհավորում եմ, միշտ Հիսուսը ձեզ պաշտպան լինի, օրհնությամբ լինի լցավ ձեր կյանքը եւ ծնողներին չէ, նաև դուք պաշտպանված լինեք, սիրեք եւ հավատացեք մեր Տեր Աստծուն եւ շնորհակալ եղեք ամեն օրվա գեղեցիկ լուսաբացի համար, ինչպես ասացի երեխաները, լինենք ազնիվ, բարի եւ ներողամիտ։ Եթե խոսք ունեք,
Հիանալի միջոցառում եք եղել Անժելա, ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ առաջինը ձեզ, երաժշտության դասյակնիկեր Ալվարդին, մեր երեխաների մեջ հենց վաղ տարիքից սերմանելու քրիստոնեությունը, որտեղ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, դա չպետք է մոռանանք եւ այս տարիքից մեր երեխաների մեջ պետք է սերմանենք դա, որ իրենք պետք է լինեն այո բարի, ազնիվ եւ Աստծո կողմից միշտ թողորնված լինեն մեր բարիքները, հարգելի ծնողներ, միշտ Աստծո աջձեռքը իրենց գլխից անպակաս լինի։ Մենք էլ ուրախանանք իրենցով այս հրաշալի միջոցառումների միջոցով։ Շնորհակալություն։ Եվ ցանկանում եք կարծիք հայտնել, Ես էլ խոսեմ այնքան ես մտնոլորտներ, սիրելի փոքրիկներ, ապրեք, շնորհավորում եմ ձեզ, թող Աստծո օգնությունը միշտ ձեզ հետ լինի եւ սիրելի ծնողներ, առողջ լինեք, ամենակարևորը ընտանիքներում խաղաղություն լինի, որ երեխաներին մանկապարտեզ ճանապարհեք խաղաղ Աստծո օրհնությամբ։ Եվ այսօր ես հուզվեցի եւ նաեւ մենք այնքան բան սովորեցինք, որ ընթացքում չենք հիշում, մոռանում ենք մեր երեխաները պահում են մեր ինքնությունը եւ ուզում եմ խորի շնորհակալություն հայտնել մանկավարժական ողջ անձնակազմին եւ մնացած աշխատողներին, որովհետեւ ամենքն էլ իրենց դերը ունեն այս աշխատանքի մեջ։ Ես այսօր նկատեցի, որ հանդեսը ուներ ճիշտ կառուցված եւ դաստիարակը երեխաների համար ստեղծել էր համապատասխան միջավայր, որ ինքը կարող էր այսօր նստել աթոռին եւ տեսնել, թե երեխաները ոնց են ներկայանում, ոնց են հանդես գալիս։ Դա բավականին մեծ աշխատանք է։ Դուք իմացեք, որ ամենաառաջին կրթությունը իրանք հենց ստանում են մանկապարտեզում, սկզբնական կրթությունը մինչև հանրակրթություն գնալը։ Եվ իրանք գեղագիտական ճաշակը ամեն ինչ ձևավորվում է մանկապարտեզում։ Ու ինչ որ անում եք, իմացեք, այլ մինչև 5 տարեկան եք անում ձեր երեխաների դաստիարակության համար։ Հետո իրանք ավելացնելու են, շատ սիրեք։ Մի ափսոսեք ոչ մի բան, այն խոսակցությունները ես ինքս գիտեմ, մանկապարտեզի աշխատում, նրանք գրեք մի կողմ, վայելեք արդյունքը, որովհետև ասում եմ, մինչև 5 տարեկանն է, ամենակարևորը, առողջ եղեք, շնորհակալ եմ հրավերքի համար, որ վայելեցի այս գեղեցիկ հանդեսը, մեթոդիստը, երաժշտության դաստիարակը դե իրենց համար երկրորդ մայր է, միշտ ընդունեք, թե մի օր վատ խոսեց, մի օր լավ խոսեց, չեմ կարծում, որ դա կնի, բայց դուք էլ եք տանը անում։ Երբ որ գալիս եք, ես մի փոքր ուղղակի ուզում եմ սենց բաղուս, սենց ջեր մթնոլորտ չէր եղել, մեր մանկապարտեզը վերանորոգվում է խոսեմ։ Երբ որ դուք գալիս եք մանկապարտեզից տուն տանելու երեխաներին, արդեն ջղայնանալով տանում եք իրենց, կոշիկըտ շորըց ծոր է, սենց է, խոսում եք, դուք պատկերացրեք, որ մեծ մասը իրենք անցկացնում են մանկապարտեզում, այո, գիտեք, շատ գնահատեք, շատ սիրեք, որովհետև այդ սերը փոխադարձ։ Շնորհակալ եմ